գլխիվայր ատամներով մի քանի տոննա, անհնարինը հնարավոր է ռազմական հետախուզության մեր ստորաբաժանումների համար։ Մեր հետախույզից բացի աշխարհում ուրիշ ոչ մեկը չի կարող անել այսպիսի հնար։ Սա Գինեսի ռեկորդ է։ Ահա այս կարողությունների շնորհիվ է, որ ադրբեջանցիները չեն համարձակվում նայել մեր դիրքերի ուղղությամբ։ Հաջորդ ռեկորդը 12 տոննան ընդամենը մեկ ճկույթով, իրար կապված 4 ավտոմեքենա, անձնակազմը մեջը։ Ժամկետային մեր զինծառայողը քաշում է ամենափոքր մատով, ըմբշամարտի չեմպիոն է։ Մինչև ծառայության անցնելս մարզվում էի, ծառայությանս մեջ ավելի ամրապնդեցի մարզումները, այսպիսի ասում էի։ Դժվար է, դրա համար աշխարհում միակ մարդն եմ, որ կարող եմ այդպես բան անեմ։ Ողջույն ձեզ։ Հայկական ռազմական հետախուզության 23-րդ տարեդարձն է, ցուցադրական վարժանքի սկզբունքը պարզ է, ցանկացած ժամի, ցանկացած վայրում, ցանկացած առաջադրանք։ Մշտական տեղակայման վայրից հատուկ գործողությունների խումբը մի 8-ով առանց ապահովման դեսանտավորվում է թշնամու ճամբարի մոտակայքում, շրջանաձև պաշտպանությամբ շարժվում դեպի կացարան։ Հատուկ նշանակության բրիգադը բաժանվում է 2 ենթախմբի, մեկը կրակով ապահովում է առաջխաղացումը, մյուսը հանկարծակի հարձակվում, ոչնչացնում կենդանի ուժն ու փաստաթղթերը, զավթում տեխնիկան, ապա վիրավորին ուսած միմյանց օգներով բարձրանում են ուղղաթիռ։ Զգոնությունը, ուշադրությունը ամենակարևոր բաներն են նման գործողության ժամանակ, որ միշտ ուշադիր լինի ընկերոջ համար։ Բարձրահարկ շենքից մեր հետախույզները իջնում են տարբեր եղանակներով, նախ ցատկերով վայրեջք, շենքին ուղղահայաց, ցանկացած կետում կարող են կանգնել ու կրակել, ապա գլխի վայր ցած կրակելով, հետո բոլոր հնարքները միացված։ Այս առաջադրանքը դարան է կոչվում։ Հատուկ նշանակության հետախուզական խումբը անակնկալ հարձակվում է թշնամու բեռնատարի վրա, հրամանատարին գերի են վերցնում, մյուսներին ոչնչացնում ու հենց այդ բեռնատարով էլ շարժվում տեղակայման վայր։ Իհարկե ես գոհ եմ եւ հպարտություն եմ ապրում մեր հայ հետախույզներով, հատուկ նշանակության ստորաբաժանումներով, որոնք որ անհրաժեշտության դեպքում իրենց արժեվ դրված խնդիրը կատարում են զսպման մեխանիզմներ ձևավորելու համար։ Մկանները լարած անհավանական մյուս գործողությունը։ Սա տեսնելուց հետո թշնամու քունը դժվար թե տանի։ Վերջին տարիներին պաշտպանության նախարարը ադրբեջանցիների ագրեսիային հակադարձել էր պատժիչ գործողությունների հրամանով։ Իրականացրել են այնպես, որ հայ հետախույզների մասին անգամ թշնամին է լեգենդներ պատմում։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ի նպաստ Արցախի ժողովրդի, այսպես նախարարը արձագանքում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հակահայկական զեկույցին։ Բոլոր մնացած տեսակետները, որոնք որ կարող են միայն բերել միակողմանի լուծումների կամ միակողմանի այսպես զիջումների պարտադրման, մեր համար անընդունելի են։ Հետախույզի համար սահման չկա, լինի աշխարհագրական, թե կարողությունների, ասում է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Դիտում է վարժանքն ու անկեղծանում։ Ուզում ենք յուրաքանչյուրի ձեռքը սեղմել ու սրտանց գրկել, հայ հետախույզի համբավը բարձր է։ Աննա Բալյան, Նորայր Շարբաթյան, Հայ լուր։